դիցուկ օրինակ մի որ պատկերացնենք ավելի պատկերավոր վերապատրաստում է, որտեղ կան եւ տղամարդիկ էին մասնակցում եւ կանայք էին մասնակցում եւ տղամարդիկ ասացին անիջան դել ավելի 21-րդ դարում էլի խոսել իրավունքներից, իր կանայք բոլոր իրավունքները ունեն։ Ես էլ ասում եմ, դες չեմ ասում չունեն, բայց հնարավորությունները ու նայում եմ դե ինչ հնարավորություններ, չէ։ Ասում օրինակ տեսեք, դες եկել էր հրավեր, մասնակցելու այս վերապատրաստմանը, ճիշտ է։ Թող դեռ բարձրացնեն նրանք, ովքեր տանը ինչ որ հարցեր պետք է կարգավորեին, ինչ որ բաներ պետք է համակարգեին, ինչ որ մի բանից հարցնեին, դասավորեին, որ նոր կարողանային գալ։ Եվ թող հիշեն բոլոր նրանք, ովքեր այդպես էլ չկարողացան այսօր գալ։ Տղամարդիկ զարմացած նայում էին իրար, թե հետո պետքա ձեր բոլոր կանանց ձեր բարձրացրեցին։ Տղամարդիկ նայում են, ասում էին, բայց ումից ինչ պետքա հարցնեինք։ Հավասար ստացել էին բոլորը իրավունք փաստացի, հա, մասնակցելու վերապատրաստմանը, բայց հնարավորության տեսանկյունից կանանց վրա այնքան տեսանելի ու անտեսանելի բեռ կա դրված, այդ թվում նույն կարծրատիպերի հետ դրանց ավելացնենք էլ կարծրատիպերը, որոնք այդ հնարավորություններն են սահմանափակում մեր երկու սեռերի համար եղած իրավունքները հավասար ձևով յուրացնելու, իրացնելու։